Սիրելի երկվորյակներ, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով ողջույն։ Այսօր դեկտեմբերի 26-ն է մորացույցով Յուպիտերի օրը, ներողություն Վեներայի օրը։ Վեներան է ձեզ բաժին ընկել եւ այսօր ես ուզում եմ ներկայացնել 2026 թվականի հունվար ամսվա համար կանխատեսումը։ Մենք մտնում ենք 2026 թվական եւ տեսնենք թե հունվարին մոլորակները ինչպեսի դասավորություն ունեն եւ մեծ հաշվով դա հունվարը ինչ փոփոխություններ կբերի ձեր կյանք։ Ասեմ որ ձեզ համար հեշտ չի լինի, ես միշտ եմ նշում, ոմանց մոտ արդեն եղել է 25-26 թվականը դժվարություններ, կորուստներ լինելու են եւ իհարկե լավը եւս լինում է, բայց ասենք կորուստներն էլ եւս նշանակալից են լինում, այնպես որ արդեն գիտեք, ես ասում եմ 25-26 թվականը համար ճակատագրական է լինելու երկու առումներով, երկվորյակներ, ձկներ, աղեղնավորներ եւ կույսեր։ Ահա, սա ես ուղղակի ձեզ հիշեցնեմ, որ մնաց 2026 թվականը մնացած իրադարձությունները կկատարվեն 26-ին եւ ինչ որ առումով կավարտվի։ Եվ այսպես ինչ ունենք մենք հունվար ամսին լիալուսին, նորալուսին եւ Վեներան, Մերկուրին, Մարսը, Արևը կփոխեն իրենց նշանները, բոլորը կհավաքվեն ջրհոսի նշանում, դա իհարկե շատ լավ է, որովհետեւ դուք եւս օդի նշանում եք եւ Նեպտունը կփոխի իր նշանը, դուրս գալով ձկան նշանից կտեղավորվի խոյի նշանում։ Սա եւս ձեզ համար շատ ավելի լավ տարբերակ է։ Եվ հիմա մենք սկսենք լիալուսնից, որը տեղի կունենա հունվարի 3-ին Հայաստանի ժամանակով 14:43 արևի եւ լուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ այն տեղի կունենա Խեցգետնի նշանում։ Լուսինը կգտնվի Խեցգետնի նշանում, ֆինանսների հետ է կապված, ինչ խոսք, տան, բնակարանի հարց կարող են լինել, ընտանիքի անդամների հետ կարող են կապված լինել ինչ որ հարցեր ֆինանսական եւ այստեղ ձեզ համար արդեն մինչեւ հունվարի 3-ը པարզ կլինի թե ինչ ֆինանսական կարգավիճակում եք, գումար եք ստանում, կորցնում եք, ձեզ տալիս են գումար եւ այլն, շատ տարբեր ինչ կարգավիճակում որ դուք գտնվում եք։ Սրա մասին է խոսքը եւ նաեւ սա այս դեկտեմբերին է անդրադառնում, միգուցե գնում եք ինչ որտեղ հանգստանալու, որտեղ դուք սիրում եք այդպես գնալ հանգստանալ, զբոսնել, շատ են սիրում երկվորյակները եւ ուրեմն այդտեղ հնարավոր է գումարներ ներդնեք եւ մինչեւ ամսի 3-ը ձեզ համար արդեն բարձ լինի ուր եք գնալու, որքան եք տրամադրելու եւ այլն եւ այլն։ Եվ ուզում եմ նշել նաեւ նորալուսինը հունվարի 18-ին ժամը 23:51:47 արևելուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն տեղի կունենա այծեղջյուրի նշանում։ Բնականաբար այստեղ ձեզ մոտ ֆինանսների առանցքն է, սիրելի երկվորյակներ, տեսնում եք տան բնակարանի հարցը, ամեն դեպքում ընտանիքի հարցը եւ ֆինանսները կապված այդ ամենի հետ բավականին իրենք ակտիվ են։ Ահա, եւ այստեղ ուզում եմ ճիշտ առաջ անցա, բայց նշեմ, որ դուք որտե բոլոր նշանների համար եմ սա ուրեմն ասում, դուք 11-րդ տեղում եք եւ մնացել եք 11-րդ տեղում ձեր տեղին հավատարիմ, այդպես արդեն ինչքան ժամանակ է 11-րդ տեղում եք, դե գտնում եք որ դա լավ է այդպես, ուրեմն լավ է։ Եվ ես հունվարը բաժանել եմ երկու մասի եւ առաջին մասում ուզում ասել ձեզ հետեւյալը, որ եթե դուք սիրելի երկվորյակներ կարիճի նշանում, ձկան նշանում, կույսի նշանում, ցոլի նշանում ունեք մոլորակներ 13-ից մինչև 30 աստիճան այդ հատվածում, ուրեմն այստեղ ձեզ ֆինանսներ կգան, նվերներ կլինեն մեծ, շատ լավ բաներ կլինի ձեզ համար, սիրելի երկվորյակներ, ասենք գիտեք, ինչ որ մի իրադարձություն է եղել եւ դրա դիմաց մեծ գումար է գալիս ձեզ, բավականին մեծ, այսպեսի իրավիճակ կլինի, իսկ եթե դուք ունեք ասենք խոյի նշանում, կշեռքի նշանում, խեցգետնի նշանում ունեք մոլորակներ 13-ից մինչև 30 աստիճան, այս դեպքում արդեն կկորցնեք
ինչ որ գումարներ կծախսեք հավանաբար կորուստը երևի դա կլինի մեծ գումարներ կծախսեք, ասենք մեկ արտերկիր կգնաք եւ ասենք դրանք ձեր հանգստին ամանորին մեծ գումար կհատկացնեք, որպեսզի այդպես լավ անցկացնելու համար այսպես կարող է արտահայտվել եւ ոմանք կարող է երկուսը միասին լինել նայած ուրեմն ձեր անձնական քարտեզով է պայմանավորված ես նշեցի արդեն 6-ը 7-ը 8-ը 9-ը մինչև 13-ը ուրեմն նշածս ուրեմն նշաններում կլինեն ուրեմն եւ նվերներ մեծ գումարներ կգան մյուս դեպքերում կգնան սա ուրեմն իգիտություն եւ արդեն հունվարի կեսերից այստեղ Վեներան կմտնի ջրհոսի նշան 17-ին 20-ին կմտնեն Արևը եւ Մերկուրին միասին եւ հետո 23-ին արդեն Մարսն է տեղավորվելու ուրեմն ջրհոսի նշան այսինքն այդ իրադարձությունները կկատարվեն գումարներ կծախսեք կամ ձեզ մեծ գումարներ կգան կամ եւ կգան եւ կծախսեք այսպեսի իրավիճակ կլինի եւ հետո արդեն այստեղ գիտեք ոմանց մոտ դատական թեմաներ կլինեն ոմանց մոտ ամուսնության թեման կարող է ակտիվանալ արտերկրի թեման կարող է ակտիվանալ եւ ասեմ որ բոլոր դեպքերում դա լավ իրադարձություն կարող է բերել ձեր կյանք որովհետեւ մոլորակները հավաքվում են ջրհոսի նշանում կարելի ասել մոլորակների շքերթ եւ դա լինելու է օդի նշանում ինչպես որ դուք եք օդի նշան սիրելի երկորյակներ մասնապես եթե ձեր նշանում ունեք շատ մոլորակներ ուրեմն բավականին լավ իրադարձություններ կլինեն պատկերացնեք եթե դուք ասենք երկորյակ եք ձեր նշանում ասենք մի 4 մոլորակ ունենում եք այդտեղ մեկ երկուսն են մեկ ասենք կարիճում եւ խեցգետնում մեկ երկուսն էլ ունենում եք ցուլի նշանում եւ կույսի նշանում ուրեմն ձեր համար հաջողված է հունվար ամիսը միանշանակ շատ մեծ հաջողություններ են այսպիսի իրադարձություններ կլինեն բոլոր դեպքերում մոլորակներ կհավաքվեն այդտեղ եւ ձեզ կբերեն լավ փոփոխություններ եթե ուշադիր ուրեմն երբ բոլորը կհավաքվեն այդտեղ տեսեք հիմա իրավիճակը փոխվում է եթե իրենք ամբողջովին այդտեղ են լինում ձեզ համար լավ է բայց եթե ցուլի նշանում եւ կարիճի նշանում առուծի նշանում եթե դուք ունեք մոլորակներ դա արդեն կապ չունի ինչ բան իրենք հերթով գնալու են ուրեմն եթե այդտեղ ունեք ուրեմն որոշակի հունվարի կեսից հետո արդեն կլինեն որոշակի խնդիրներ որ դուք պիտի կարգավորեք բայց մեծ հաշվով ուրեմն մոլորակները կտեղավորվեն օդի նշանում դա ձեզ համար շատ լավ է ահա եւ հաջորդ իրադարձությունը Նեպտունը որ ասացի կմտնի խոյի նշան դա եւս շատ ավելի լավ ուրեմն դասավորություննի ձեր հարաբերությամբ հունվարի 26-ին 2026 թվականի կմտնի այդտեղ եւ մինչեւ 2039 թվականը շատ ավելի լավ է քան ինքը գտնվում էր ձկան նշանում շատ ավելի լավ է տեսեք երկորյակների համար Նեպտունը կմտնի խոյի նշան ձեզ համար լավ է Պլուտոնը օդի նշանում է նորից ձեզ համար լավ է այ Ուրանը արդեն մտնելու է ձեր նշան ահա եւ փոփոխություններ կլինեն շատերի մոտ արդեն եղել են որոշակի փոփոխություններ ինչ հարցերում այնպես որ Սատուրնը եւս մտնելու է այդտեղ խոյի նշան եւ Յուպիտերն էլ կմտնի առուծի նշան էլի ձեզ համար լավ այսքան բարենպաստ պայմաններ են ստեղծվում բայց այստեղ դուք պարտներների հետ կարող է որոշ բաներ բացահայտեք որոշակի դժվարություններ կլինի որ դուք իրենց պետք է ձեր հարաբերությունները ճշտեք կարգավորեք այստեղ հարաբերությունների դաշտ արդեն կտեղափոխվի այսքանը սիրելի երկորյակներ ինձ մնում է շնորհավորել ձեր ամանորը եւ տեսնում եք լիալուսինը եւ նորալուսինը հենց ձեր ֆինանսների տանն են ես ցանկանում եմ որ
դուք ունենաք շատ ֆինանսներ, կարողանաք շատ ճանապարհորդել։ Ես կարծում եմ շատ ասցենդենտով երկվորյակներ միանշանակ ձեզ համար դռները բացվում են արտերկրի հետ կապված ավելի շատ կլինեք արտերկրում հնարավոր է սովորելու հետ կապված, մեկնելու հետ կապված բոլոր դեպքերում կամ այնտեղից ինչ որ եկամուտ ստանալու կամ ասենք on-line աշխատանք արտերկրի հետ նայած թե դուք ինչ գործունեություն եք ծավալում, այնպես որ այդ հնարավորությունները մեծանում են արտերկրի հետ կապված եւ ես ցանկանում եմ որ բոլոր ձեր ցանկությունները իղձերը կատարվեն եւ չունենաք ոչ մի ֆինանսական խնդիրներ դրանք եւս կարգավորվեն եւ թող ամենալավն ու բարին կատարվի առողջություն եւ հաջողություն ամենակարևորը թող բերի 2026 թվականը ձեզ համար այսքանը լավ եղեք գրեք մեկնաբանություններում եւ չմոռանալ լայքել որովհետեւ դրանով դուք ձեր շնորհակալությունն եք հայտնում ես հաջորդ անգամ կտեսնեմ ովքեր են այդ հերթականությամբ կլինի ովքեր որ ավելի շատ են լայքել իրենց շնորհակալությունը հայտնել ես դա հաշվի կառնեմ եւ առաջինը կլինի հենց այդ նշանը այսքանը լավ եղեք առայժմ